Հայաստան դաշինքը ներկայացնում է գիտությանը, կրթությանը ու մշակույթին վերաբերող նախընտրական ծրագրերը։ Վստահ են, երկրի յուրաքանչյուր առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից։ Մենք համոզված ենք, որ ցանկացած առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից, կրթված հասարակություն, որը գիտի որտեղից է գալիս, ճանաչում է իր արմատները եւ գիտի թե ուր է գնում։ Ուսուցիչները չպետք է ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնեն, որ աշխատավարձը բարձրանա, նշում է Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Ըստ Հայաստան դաշինքի կրթական ծրագրի ամեն օր դպրոց մտնող եւ աշակերտ կրթող ուսուցիչը ատեստավորման կարիք չի ունենա։ 15 տարի մանկավարժական ստաժ ունեցած ուսուցիչը ավտոմատ պետք է համարվի ատեստավորված եւ հետեւաբար ստանա այնքան աշխատավարձ, որքան կստանար, եթե ամենաբարձր բալերով հաղթահարեր ատեստավորման համակարգը։ Կրթված Հայաստան ունենալու համար պետք է ոչ թե դպրոցներ փակել, այլ կառուցել։ Գործող իշխանությունը 229 դպրոց է նախատեսում փակել հանրապետությունում։ 229 դպրոց պետք է փակվի Հայաստանի Հանրապետությունում, որից 55 դպրոցը գտնվում է սահմանամերձ բնակավայրերում։ Ես ուզում եմ ասել, որ սահմանամերձ բնակավայրում դպրոցը ուղղակի կրթական հաստատություն չի։ Գյուղը պահելու ֆունդամենտալ ինստիտուտ է։ Անուղղակիորեն փակում ես գյուղը։ Հայաստան դաշինքի հիմնական առաջարկներից մեկը բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը անվճար դարձնելն է։ Չպետք է լինի մարդ, որ չկարողանա բարձրագույն կրթություն ստանալ վճարի պատճառով։ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում 16 թվականին 540,000 դրամ է եղել վարձը, 21 թվականին 700,000 դրամ, իսկ հիմա արդեն 900,000 դրամ։ Տնտեսագիտության ֆակուլտետում 10 տարի առաջ 650,000 էր, իսկ հիմա 900,000։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Երիտասարդները ոգևորված են այս առաջարկից, նույնիսկ նշում են, որ պատրաստ են երկրորդ անգամ համալսարան դիմել։ Հիմա սովորում եմ ես, եթե ներկայացված ծրագրերը իրագործվեն, իմ կարծիքով այո, ինչու՞ չէ, երկրորդ անգամ էլ կդիմեի համալսարան։ Ուսման վարձը, որ անվճար է դառնում, շատ մեծ հնարավորություն է երիտասարդների համար, համ նրանց, ովքեր որ հենց այդ պատճառով շուտ չեն դիմել, եւ նրանց համար, ովքեր նոր են պատրաստվում դիմել, շատ մեծ հնարավորություն է ընձեռնվում ապագայի կարիերայի եւ մեր ընդհանուր երկրի ապագայի, ելնելով նրանից, որ մեր Հայաստանի ապագան երիտասարդներն են հենց։ Չպետք է մոռանալ Սփյուռքի մասին հիշեցնում է Լիլիթ Գալստյանը։ Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա անխոչնդոտ գալ իր հայրենիք, իսկ Հայաստան-Սփյուռք կապը երբեք չպետք է խզվի։ Ինչ ունենք Սփյուռքի նախարարության լուծարում, եւ սա թիրախային անմիտ հենց այդպես գործողություն չէր, եւ սև ցուցակներ, երբ որ մեր հայրենակիցները սեփական հայրենիք մտնելու ուրեմն իրավունքից ուղղակի զրկվում են։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ տուն բոլոր հայերի համար։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Շնորհակալ ենք։